Կրծքագեղձի սկրինինգի ծրագրի մեկնարկը տրվում է Լոռու մարզից։ Անվճար հետազոտվել կարող են 45-ից 68 տարեկան այն կանայք, որոնք ունեն հաշմանդամություն, զինծառայության մեջ գտնվող ընտանիքի անդամ, ներառված են սոցիալական որևէ խմբում, սոցփաթեթի շահառու են։ Կրծքագեղձի քաղցկեղը Հայաստանում կանանց մոտ ուրեմն օնկոլոգիական առաջին հիվանդությունն է եւ սա է մեզ համար նաեւ այն ազդակը, որ մեր ուժերը պետք է ներդնենք նախ կանխարգելելու վրա, վաղ հայտնաբերելու վրա եւ իհարկե երբ որ վաղ հայտնաբերում ենք, այդ դեպքում բուժման ընթացքը բարելավ ուրեմն արդյունքը շատ մեծ երաշխավորությամբ կարողանում ենք ապահովենք։ Կրծքագեղձի սկրինինգային ծրագիրը սկսել ենք հենց մարզերից եւ ամփոփելով այս ծրագրի արդյունքները որոշում կայացրեցինք, որ պետք է արդեն անցնենք ստացիոնար մամոգրաֆիկ ծառայություններից մեր շահառուներին կարողանանք ընդգրկել այս սկրինինգային ծրագրում։ Կրծքագեղձի քաղցկեղի հետևանքով մահացության ցուցանիշը ամբողջ աշխարհում բավական բարձր է։ Հայաստանում ամեն տարի քաղցկեղից մոտ 400 կին է մահանում, այսինքն օրական մեկը։ Հետևաբար այս հիվանդությունը վաղ հայտնաբերելու եւ կանխարգելելու խիստ անհրաժեշտություն կա եւ Հայաստանի կառավարության կարևոր հանձնառությունն է առողջապահական ծառայությունները հասանելի դարձնել հանրապետության ամբողջ տարածքում։ Կրծքագեղձի հետազոտությունը կիրականացվի Վանաձորի բժշկական կենտրոնում վերջին սերնդի 3 տեսլահզորությամբ եւ բարձր ճշգրտությամբ թվային մամոգրաֆ սարքով, որը թույլ կտա հիվանդությունը հայտնաբերել վաղ փուլում։ Սարքավորումի հնարավորություններով առաջատարների շարքին է դասվում եւ չի զիջում Երևանյան մեր ունեցած մամոգրաֆիկ սարքավորումներին ավտոմատացված մեխանիզմով բիոպսիոն հնարավորություն ունենալու սարքավորումը, ինչը եւս մեկ անգամ ըստ ինձ կբարձրացնի ազգային բնակչության վստահությունը մատուցված ծառայության որակին։ Տասնյակ տարիներ մեր ազգաբնակչությունը հետազոտությունների համար գնացել են Երևան եւ հավելյալ գումարներ են ծախսել։ Այդ իսկ պատճառով ողջունելի նախաձեռնություն է եւ հետազոտությունների կանխարգելման նպատակով եւ ինչի՞ չէ նաեւ բուժման առումով շատ ավելի մեծ հնարավորություններ կան։ Պաշտոնավարման ժամանակ հիմնական ուղղություններից մեկը եղել է առողջապահության ոլորտին հատուկ ուշադրություն դարձնելը։ Արդեն իսկ այս ընթացքում մի շարք նախաձեռնություններ իրենց տրամաբանական ավարտին են հասել եւ կան մի շարք ծրագրեր, որոնք ընթացքի մեջ են։ Հանրապետական շտապօգնության Վանաձորի կայանն առողջապահության նախարարության աջակցությամբ համալրվել է 2 ռեանոմոբիլով, որոնք վերազինված են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Մենք նկատում ենք նաև սպասարկման ժամկետի կրճատում, մենք նկատում ենք նաև որակի բարձրացում, որովհետև ըստ էության ամբողջ հանրապետության կազմով իրականացվում են շատ մեծ վերապատրաստման դասընթացներ։ Մենք մեր կապիտալ շինարարությունների ծրագրով ունենք Վանաձորում 1 պոլիկլինիկայի կառուցում եւ արդեն այս նախագիծը տիպարային ճանաչվելու ընթացքում է եւ առաջիկայում նաև տրամադրելու ենք ռենտգեն հետազոտության համար նոր սարք Վանաձորի պոլիկլինիկային։ Առողջապահության նախարարի խոսքով պետությունը ներդրումներ է իրականացնում թե առողջության առաջնային պահպանության, թե հիվանդանոցային օղակում բոլոր մարզերում որակյալ բուժծառայությունը հասանելի դարձնելու նպատակով։ Սերինե Սերոբյան, Թերեզա Հայրապետյան, լուրերի համար։